ազդելու է մեր գործարարների վրա, ազդելու է գների վրա։ Արդեն 1 ամիս է հայաստանյան խանութներում բազմաթիվ ապրանքներ նոր կանոններով են վաճառվում։ Դրանց վրա այժմ պետք է հատուկ QR կոդեր, թվային ծածկագրեր փակցված լինեն։ Մինչ պետությունը սա որպես թվերի դեմ պայքարի գործիք է ներկայացնում, գործարարներն ահազանգում են իրենց ուսերին ավելացած նոր բեռի մասին։ Գիտեք ինչու, այս ամեն ինչը բերում է ապրանքների տանկացման։ Առանց այդ էլ արդեն այս ինֆլացիան, այս համաշխարհային իրավիճակը, որը բերել է մեզ այսօր շատ ծանր գացության մեջ, չի թողում մեզ մի քայլ առաջ անենք։ Մինչ այս փոփոխությունները ներկրողներն ու արտադրողներն ապրանքների վրա պետության տրամադրած սովորական դրոշմապիտակներն էին փակցնում։ Նոր տիպի ծածկագրերի դեպքում արդեն տնտեսվարողները պետք է վճարեն։ Սուրճ արտադրող Ռաֆի Մեղջյանը հաշվել է, թե պահանջին հետևելու համար ինչքան լրացուցիչ ծախս պետք է անի։ Մենք այսօր ուրեմն ունենք սառը սուրճերի արտադրություն։ Այս սառը սուրճերը մի 5-6 տեսակի են, սրանց միջին արժեքը 117 դրամ է։ Երբ որ ես 117 դրամի վրա 6-7 դրամ ավելացնում եմ QR կոդը, դա ինքնաբերաբար 6-7% ավելացնում է իմ արժեքը։ Ես այսօր դեռևս արժեք չեմ փոխել, բայց իմ շահույթն է գրջատվել։ Ծխախոտի, ջրի շշերի ու ալկոհոլի վրա QR կոդերի պահանջը վաղուց էր գործում։ Անցած ամսվանից նոր կարգին պետք է հետևեն նաև գազավորված ու ոչ ալկոհոլային խմիչք, մակարոնեղեն, թեյ, սուրճ, ձեթ, յուղ ու մի քանի այլ խմբերի ապրանքներ վաճառողները։ Ամիսներ անց այս ցուցակին նոր խմբեր կավելանան։ ԵԱՏՄ կարգավորումներով պայմանավորված փոփոխությունը պետք է ապահովի յուրաքանչյուր ապրանքի հետագիծը։ Այս նոր ծածկագրերը եզակի են ու չեն կրկնվում։ Պետությունը սրանով կարող է ստուգել, թե այս կամ այն ապրանքը ով է արտադրել, որտեղից է ներկրվել եւ այլն։ Տեղեկությունները պետք է հասանելի լինեն նաեւ սպառողներին։ Առևտուր անող քաղաքացիները համապատասխան հավելվածով կարող են ստուգել դրանք։ Պետությունն այս աշխատանքների համար ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր է ընտրել։ Այս ամբողջ գործընթացը ԻՄԱՐԿ ընկերության միջոցով է իրականացվում։ Այս ամենը սակայն անխափան է աշխատում միայն թղթի վրա։ Երևանի հայտնի խանութներից մեկում ԻՄԱՐԿ հավելվածով ապրանքները սկանավորելիս բազմաթիվ սխալներ արձանագրեցինք։ Չի ճանաչում։ Դարձյալ փորձենք։ Կրկին չի ճանաչում։ Այլ ապրանք կրկին չի ճանաչում։ Շարունակենք փորձել։ Կրկին նույն պատասխանը։ Նույնիսկ մի ապրանք գտանք, որն ըստ համակարգի ընդհանրապես վաճառքի ենթակա չէր, քանի որ դրոշմավորման գործընթացը չէր ավարտվել։ Մակարոնեղենի վրա պիտի լինի այս կոդերից, պարզվում է այս ապրանքը չի կարող վաճառվել։ Տեխնիկական խնդիրների նաև գործարարներն են բախվում։ Ռաֆի Մեղջյանը իր փորձով է կիսվում։ Դու դիմում ես ԻՄԱՐԿ ընկերությանը, գումարը գանխավ վճարում ես իրանց, մեկ էլ հաջորդ օրը ասում են, գիտեք, տեխնիկական խնդիրներ ունենք, մենք չենք կարող ցեզի այս QR-ները այսօր դրամատրել։ Մեղջյանն իր մտահոգությունների մասին 2 անգամ հրապարակավ դիմել է վարչապետ Փաշինյանին, ուղիղ պատասխան չի ստացել։ Երկրորդ նամակն էլ գրեցի, ու պատասխանը գիտեք ինչ էր, չգիտեմ դա զուգադիպություն էր, թե դիտավորություն, հաջորդ օրը իմ մոտ հարգայինները եկան եւ իմ ավտոները բռնեցին, սկսան մեզի ստուգել։ Ես ոնց հասկանամ էսի։ Կառավարությունից էլ են ընդունում, համակարգը դեռ կայացած չէ։ Ամիսներ առաջ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը գործադիրի նիստում պարզաբանեց, նաև այդ պատճառով են նոր կարգավորումները փուլային տարբերակով կիրառվում, որի ընթացքում մեր ներմուծող եւ արտադրող կազմակերպությունները աստիճանաբար կադապտացվեն այս նոր համակարգին, կուտակելով դրա համար համապատասխան գիտելիքներ, կարողություններ եւ ներդնելով համապատասխան տեխնոլոգիաներ, իսկ պետությունը կներդնի վարչարության համապատասխան ամբողջական գործիքակազմ, ինչպես նաև աստիճանաբար կապահովի ԵԱՏՄ երկրների հետ տվյալ ապրանքների փոխճանաչելիության գործընթացը։ Հնարավոր չէր նախ տեխնիկական հարցերը լուծել եւ խնդիրները կարգավորելուց հետո տնտեսվարողներին պահանջներ ներկայացնել։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը այս հարցին չանդրադարձավ։